20-րդ դարի վերջ։ Պատմությունը գրվում էր մեր աչքի առաջ։ Ղարաբաղյան շարժման ֆոնին փլուզվում էր մի կայսրություն։ Եվ ծնվում էր երազը, անկախության երազը։ Օդում սպասում կար, պայքար ու հավատ։ Այդ հավատի կրողը երիտասարդությունն էր, մի սերունդ, որը որոշել էր տեր կանգնել իր ճակատագրին։ 1991-ին հաստատած նստաշրջան վերածվելով Տեխնիկական մարտի 16-ին ոստման պայմանագիրը։ Իննսուն թվականի հոկտեմբերի 19-ին ուսանողական միության հիմնադրի ժողովում ընտրված վարչության անդամ եմ եղել, մինչև երևի 1994 թվականի վերջ, երբ որ ձերբակալվեցի։ Ուսանողական միության անդամակցել եմ հեռավոր 1991 թվականի մայիսի 29-ից, դեռևս սովետական միության ժամանակներից։ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության հիմնադիր վարչության ադենատբիրը կարդուղարն եմ եղել։ Դաշնակցության Հայաստանի կենտրոնական կոմիտեն հայտարարություն տարածեց եւ ուսանողականը տարածեց, որ հիմնադրվել է ուսանողական միություն։ Ինձ լուր եղավ, որ այսինչ օրը, այսինչ ժամուն Սարյան արձանի յետևի դալանով պիտի մտնեմ, պիտի դառնամ ծաղկ եւ շքամուտքի որ ներս մտնեմ, առաջի հարգի դիմացի տուրը պիտի թագեմ եւ ներս մտնեմ։ Առաջին հանդիպումը Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 220 լսարանում էր։ Սարյան արձանի հարևանությամբ վարձած այս բնակարանում էլ Վարանդ Փափազյանը մեկտեղել էր սփյուռքահայ տասնյակ ուսանողների, որոնք տարբեր ժամանակներում հայրենիք էին եկել տարբեր բուհերում ուսանելու։ Գտնվի ռազմաքաղաքական շատ նուրբ եւ շատ փոփոխական անգյունատարձային ժամանակահատվածներ։ Իսկ հիմնադիր ժողովը գումարվեց հոկտեմբերի 19-ին։ Օրակարգում 3 հարց էր՝ միության հիմնադրում, անվան ընտրություն եւ վարչության ընտրություն։ 150 երիտասարդ հայտարարեցին իրենց գոյության մասին։ Առաջին հարցերից մեկը մեր ուսանողականը ինչ անունով պետք է կոչվի։ Գրեթե միաձայն էր Նիկոլ Աղբալյան, որովհետև Նիկոլ Աղբալյանը 18-20 թվականների հանրապետության Հայաստանում կրթական գործի մշակն էր, Երևանի պետական համալսարանի հիմնադիրը։ Եվ մեր առաջի գործերից մեկը եղավ հայ հեղափոխական դաշնակցության 100-ամյակի կազմակերպությունը 1990 թվականին։ Միության առաջին հրապարակային ելույթը եղավ Հոյդա 100-ամյակի միջոցառմանը։ Օպերայի Լեփ-Լեցուն դահլիճում շատերն անգամ չկարողացան ներս մտնել։ Երբ որ վարագույրը բացեցի, շունչս կտրվեց, որովհետև դահլիճում ուղղակի տեղ չկար։ Առաջին անգամ Հայաստանում քաղաքական հռետորությունը պայթեց օպերայի դահլիճում։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, հայ գաղափարական մտքի անոթը կբացահայտեր իր ներկայությունը մայր հայրենիքում։ Սա դեռ սկիզբն էր։ Իրական մարտահրավերները դեռ առջևում էին։ 91 թվականի մարտի 16-ին, երբ ուսանողական միությունը հանրահավաք, այնուհետև երթ կազմակերպեց եւ հետո նստացույց կազմակերպեց պահանջելով չեղարկել ռուս-թուրքական համապայմանագիրը 1921 թվականի մարտի 16-ին,
Այդ ժամանակ ես գնացի մասնակցի հանրահավաքին, երթին եւ հետո գնացի միացա նստածույցին։ Օրեր շարունակ ուսանողության մեջ ստորագրահավաք էին կանում։ Հավաքվել է 7500-ից ավելի ստորագրություն Երևանի բոլոր ուսանողական շրջանակներից։ Այդ ուսանողների չափերը նախաձեռնել են կազմակերպել նստածույց Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության մոտ, մինչև չկայացվի որոշում արտահերթ նստաշրջան հրավիրվելու համար։ Որպեսզի պատկերացնեք, 2 օրվա մեջ 24 ժամ, նաև մեր ավակ ընկերներն են օգնում, Հայաստանի Գերագույն խորհրդի այնքան պատգամավոր արտահերթ նիստ գումարելու համար ստորագրություն դրեց, որ քվորումը ապահովում էր, այսինքն պարտավորված էր իշխանությունը արտահերթ նիստ գումարել։ Դաշնացությունը հարկեց սուտանի, նոր արև նոր կյանք պարգևեց հայի։ Հիպ, ռա, հիպրա, հոյիրա։ Պայքարը միայն փողոցում չէր։ Միությունը հիմնեց ուսանող թերթը, որը դարձավ երիտասարդ մտքի հարթակ։ Այստեղ նաումականներն իրենք էին գրում գաղափարական, պատմական, ծրագրային հոդվածներ, կրթում էին իրենց հասակակիցներին։ Հիշեմ մեր գլխավոր գործերեն ուսանող թերթի հրաբարակումը, խմբակրումը, որու աշխատանքներուն մեջ ես ալ ընդգրկված էի։ Ուսանող թերթը առաջի համարը, որից երկու օրինակ ես այսքան ժամանակ պայել էի, լույս տեսավ, երբ մարտ ամիսն էր։ Եվ ես դեռ երթում չէի տվել, բայց արդեն ընդգրկված էի։ Խտակցում էի հիմնականում տնտեսական, գաղափարական, զաղ գաղափարախոսական հարցերով։ Բայց կրկնում եմ, այսքան թերթ, որը այն ժամանակ ուսանողական միությունը, որևէ ուսանողական միություն ոչ թե թերթոն էր տպում, այլ ամսագիր էր տպում, ժուրնալ էր տպում, որտեղ լուրջ վերլուծական հոդվածներ կային։ Հետո արդեն ուսանողական կյանք, հասարակական քաղաքական գործունեություն, պատերազմ։ Մենք աչ տահմի զավակներ ենք չենք վախի, մանար փորձակներից չենք թաղջի։ Ամենամեծ քննությունը դեռ առջևում էր։ Ազգային ազատագրական պայքարը թևակողել էր վճռորոշ փուլ։ Размик из лявого слушум. Երբ հայրենիքը վտանգի մեջ է, ուսանողը չի կարող պարզապես ունկնդիր լինել։ Ուսանողական միությունն ալ ուներ իր փոքր խումբերը, իմ խումբի անդամներ էր Արտուր Ղարիբյանը, քանդակագործ ուսանող, եւ այստեղան ժողովներուն կբացակայեր։ Եվ շատ կբացակայեր, արդեն անունը գար, ամանումը չկար, ծանոթ էինք, մեկ երկու ժողովի առաջին ժողովներուն, սակայն դարիմա ամբողջ ժողովներուն չէր կար։ Ես հարց բարձրացուցի, ինչ է ասի գաղոս խաղոբար է, ոստաշնակցություն է, ով երկու զեգուկա գերտա, ինչու չի կար, պետք է դրի իր հերացման հարցը։ Հետո ինքն նահատակվեց։ Եվ ես ոնց գիտցա թե ինչու կբացակայեր, որ այլ առաքելության վրա էր։ Նրանք չվերադարձան լսարաններ։ Արթուր Կարապետյան, Ներսես Բարբարյան, Գագիկ Գրիգորյան, Համլետ Հայրյան, Գրիգոր Գրիգորյան, Վահե Բաղդասարյան, Մհեր Ջուհաչյան, Արամ Պողոսյան։ Արդեն 44 օրյա պատերազմում Կիմ Խաչատրյանը։
Պատերազմի ամենաթեժ օրերին անգամ միտքը կրթության մասին էր։ Շուշիի ազատագրումից օրեր անց որոշվեց վերաբացել քաղաքի թեմական վարժարանը, որտեղ սովորել էր Արամ Մանուկյանը։ Շուրջ 10-15 եւ արցախցի եւ մեր ընկերներ են կամ Հայաստանից նոր շրջանավարտներ, երիտասարդներ այդ նպատակային համար գործուղվեցան կամ փոխադրվեցան, հաստատվեցան Շուշի։ Օգոստոսին ադրբեջանական օդուժը սկսեց ինտենսիվ ռմբակոծել Շուշին եւ հաշված օրերի ընթացքում քաղաքը համարյա դատարկվեց։ Բայց անգամ այդ պայմաններում Շուշիի վարժարանի հիմնադրման աշխատանքները ոչ մի օր չեն դադարել։ Նաումականները մեկնեցին Շուշի, ուսուցչություն անելու, ավերված քաղաքում կրթության կանթեղը վառ պահելու համար։ Շատերը մի պահի դասավանդում էին դպրոցում, հաջորդ ժամին մարտիկ էին Շուշիի դաշնակցության առանձնակի գումարտակում։ Վարժարանը լիարժեք կայացավ, աշակերտների թիվը կտրուկ աճեց եւ վարժարանում սովորելու էին գալիս ոչ միայն Շուշիում հաստատված ընտանիքի երեխաները, այլև այլ բնակավայրերից։ Իր գործունեության ընթացքում վարժարանը հարյուրավոր սաներ է տվել, որոնք հետագայում դարձան հայտնի զինվորականներ, բժիշկներ, տարբեր բնակավայրերում կայացած մարդիկ։ Այդ ավերակ քաղաքի մեջ ոչ միայն վարժարանն էր սկսել գործել, այլ մեր Զաքարը Քեշյան, որ կոնսերվատորիայում էր ուսանում եւ նաեւ ուսանողական միության կենտրոնական վարչության անդամ էր, Զաքարը նախաձեռնեց երգչախումբ։ Ինձ համար արդեն 89 թվականին Սեր առաջի հայացքից տարբերակով Արցախի հետ առնչությունը սկսած էր, որը ամրացավ Շուշի ազատագրումի իսկ տարին հիմնադրումով Բարանտա երգչախումբը Նիկոլ Աղբարյան ուսանողական միության հրամանով, այսպես կրնամ ասել, բարդորեն։ Կյանքում չէի պատկերացնի այդ ժամանակ, որ այսքան ամեն ինչից հետո կանցնի 33 տարի եւ այսօր էլ Զաքար Քեշիշյանը հակառակ բոլոր ողբերգությունների, հակառակ Արցախի հայաթափման Շուշիի իր Բարանդա երգչախումբը կպաշտպանի ու կպահպանի։ Ցավոք սրտի այդ երգչախմբի երեխեքից շատերը նաեւ զոհվեցին 44 օրյա պատերազմում։ Մեր ավանդություններն մեկն էր, հիշեմ ամեն համերգի հետ, որտեղ որ գտնվեինք շրջաններ, գերտային համերգներ ու համերգներ դված ենք Զորանոցներու մեջ, Շադրուտ, Մարտակերտ, Մարդունի, Ասկերան, վերադարձին անպայմանորեն նախ գիշտենք Սուրբ Խազանչեցուցեգեյցու արչև, կերկեինք երազիմ երգիր հայրենին եւ այնուհետեւ որ երթայինք դեպի մեր դուները։ Երկուհազարականներին պայքարը շարունակվեց, փոխվեցին մարտահրավերները, բայց ոչ ոքի։ Այդ շրջանը նաև ուսանողական միությունում սերնդափոխության շրջան էր։ Մեր ազգային նկարագրի վերականգնման լավագույն ժամանակներն էին այդ տարիները։ Երիտասարդական քաղաքական դաշտի ներկա բնակի մեջ Նիկոլ Աղբարյան ուսանողական միությունը իր կարևոր սպասված տեղն ու դերն ուներ։ Նաումը փողոցում էր, երբ պետք էր պայքարել սոցիալական անարդարության դեմ, եւ լսարանում էր, երբ պետք էր պայքարել կրթության որակի եւ կոռուպցիայի դեմ։
Շատ հետաքրքիր տարիներ, շատ հետաքրքիր ժամանակահատված էր։ Զարկ տրվեց նաև հրատարակչական գործունեությանը։ Կարելի է նոր խոսք համարել ուսանողական երիտասարդական դաշտում Նաոմի հրատարակած թերթը, որը սկզբից կոչվում էր Տյուր, այնուհետև ուսանողի ձայն վերափոխվեց։ Ամենահամարձակ հոդվածները տպագրվում էին այս թերթերում։ Գործողությունները եւ գիտական առումով եւ բանակումների առումով եւ ակցիաների առումով բավականին բուռն էին այդ ժամանակաշրջանում։ թվականի աշնանը Ֆրանսիայի սենատը մերժեց հայոց ցեղասպանության ճանաչումը։ Մենք շատ լայնածավալ ամբողջ ուսանողությանը կոնսոլիդացնող ցույց կազմակերպեցինք։ Մի քանի ամիս հետո Ֆրանսիայի սենատը ճանաչեց ցեղասպանությունը, մենք էլ այդ ժամանակ արդեն կազմակերպեցինք շնորհակալության ցույց կազմակերպելու դեսպանատան դիմաց, որը գնահատվեց հենց դեսպանատան ներկայացների կողմից։ Ամենա սենց ասեմ հիշարժան ու ամենա սենց համով պահերը դա այն ժամանակահատվածն էր, երբ որ մենք բանակումներ, արշավներ էինք իրականացնում։ Մեր ժամանակ ուսանողական միության բանակումներին բացառապես կուսակցականներն էին մասնակցում։ Շատ քաղցր հուշեր կան բանակումների հետ կապված։ Ուսանողական միության պատմությունը նաև շատ կարևոր է իբրև կադրերի դարբնոց։ Նաոմի դարբնոց անցած բազմաթիվ երիտասարդներ հետագայում պատասխանատու դիրքեր են զբաղեցրել պետական եւ կուսակցական կառույցներում։ Նրանք շարունակում են ծառայել այն գաղափարներին, որոնցով ոգեշնչվել են ուսանողական տարիներին։ Այն ինչ որ կսովորես ուսանողական միությունում, այլտեղ դա հնարավոր չէ։ Ուսանողական միությունը դաշնակցությունը առհասարակ ես վստահաբար կարող եմ ասել, որ իմ կյանքի վրա ունի անփոխարինելի հսկայական դրական ազդեցություն։ Ես երբ որ հետ եմ նայում, չլներ Նաոմը ես ինչ կլնեի եւ Նաոմով ինչ եմ ես, Նաոմը իսկական դպրոց էր, իսկական։ Ուսանողական միությունը նեղանձնական օգուտ էլ ինձ տվել, ես իմ կյանքի երկրորդ կեսին ծանոթացել եմ ուսանողական միության մեջ եւ այդ աղջկա հետ, որ իմ կինն է, արդեն երկու ուսանողի տարիքի երեխա ունենք։ Դաշնակցության Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը իր 35 տարվա գործունեությամբ շատ ավելի հարուստ կենսագրություն ունի, քան Հայաստանում գործող բազմաթիվ քաղաքական ուժեր։ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հավատարիմ է իր առաքելությանը։ Կրթական, սոցիալական, քաղաքական պայքարը շարունակվում է բոլոր ճակատներում։ Մենք որոշեցինք, որ Հայաստանում եւս կան արդարություն, սխալներ, քաղաքական որոշ իրադարձություններ, որոնց վերաբերյալ մենք մեր դիրքորոշում ունենք եւ դժգոհություն ունենք։ Հայաստանում նոր թափ էր առնում, այսպես ասած, երիտասարդական, քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունները։ Մենք սկսեցինք միտինգները ուսման վարձերի թանկացման հետ զուգահեռ ու արդյունք տվեց այդ միտինգները։
Նիկոլ Աղբալյան սահական միության կոնկրետ դիրքորոշումն է, ոչինչ չունի բանակցելու, պահանջը ներկայացրեք, պահանջի պատասխան տվեք։ Այն ժամանակվա մեր կարգախոսը սա էր, լուծեք մեր հարցերը, թե չէ մենք կլուծենք ձեր հարցերը։ Պատկերացրեք, որ այն ժամանակ այնպիսի ժամանակներ էր, որ նման խնդիրներն էր հուզում, նման խնդիրներն էին առաջնային, դրա համար էինք փողոց դուրս գալիս եւ պայքարում։ Ուսանողական միության այդ տարիների համար երբեք չեմ ափսոսում։ Եվ եթե նորից հնարավորություն լիներ այդ տարիք հետ դառնալու, նորից ես կանեի այն, ինչ որ արել։ Ուսանողական միությունը Հայաստանի Հանրապետության ամենահին երիտասարդական քաղաքական միավորն է։ Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ Հույդա Նաումից մեկ տասնյակ տղերք շուրջ Դաշնակցության կամավորական գումարտակի կազմում էին մասնակցում պատերազմին։ Ուսանողական միությունը պատվով կարողացավ կատարել իրեն առաջադրված ցանկացած պատերազմական եւ թիկունքային գործ այդ ընթացքում։ Ուսանողական միության ջոկատը ռազմաճակատ գնացել էր նախ եւ առաջ օգնելու բանակին եւ ոչ հավելյալ ծանրաբեռնվածություն առաջացնելու։ Կիմը այդ ժամանակվա ուսանողականի լավագույն դեմքերից էր ու MC կերպար էր կիմը, որ իր զոհվելուց հետո նահում եկած մյուս երիտասարդներ, ովքեր որ չեն ճանաչել, նաեւ իր մասին շատ լսելով, իր կյանքը ուսումնասիրելով, իր տեսակին ծանոթանալ փորձելիս հիմա տպավորության մեջ եմ, որ Կիմին ճանաչել են։ Կիմը կենսախինդ էր, Կիմը հայրենանվեր էր, Կիմը հայրենասեր էր ու հայրենատեր էր։ Գաղափար հղացավ մեր ընկերներից մեկի մոտ Կիմին նվիրված կրթաթոշակի մրցույթ անցկացնել։ Ցավոք սրտի 2023 թվականին նաև Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված եւ բռնի տեղահանումով այդ ծրագիրը մենք արդեն դարձրեցինք միայն բռնի տեղահանված արցախցի ուսանողներին հասանելի։ Հերթական անգամ մենք ականատես ենք լինում ադրբեջանա-թուրքական հերթական ցեղասպանական քաղաքականությանը։ Դիմադրության շարժումից հետո նաև այս իմաստով ուսանողական միության գործունեությունը որևէ ժամանակ կանգ չի առել, քաղաքական ակցիաներ ենք իրականացնում, որը որ պայքարին ընդառաջ որոշակի մթնոլորտ էր նաև ձևավորում։ Լավ գիտեք, խոչապի մեջ է, փորձում են բոլոր եղանակները։ Մենք պահանջում ենք, որ այս համաժողովին մասնակցող պատվիրակները ճնշում գործադրեն պաշտոնական Բաքվի վրա։
Նոր ծրագրեր են ծնվում երիտասարդներին քաղաքականապես գրագետ դարձնելու, գիտական միտքը խթանելու եւ մեր հերոսների անունը վառ պահելու համար։ Զանազան քաղաքական ակցիաներից Կիմ Խաչատրյանի հիշատակին նվիրված ամենամյա կրթաթոշակից զատկայուն եւ երկարաժամկետ այլ ծրագրեր եւս Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից ձեռնարկվել են, ինչպես օրինակ Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված Արցախյան ընթերցումներ խորագիրը կրող ամենամյա գիտաժողովը, բայց պիտի ուրախությամբ նշեմ, որ յուրաքանչյուր փուլին ընդառաջ ամենամեծ սպասում առաջացրած ծրագիրը Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոց քաղաքական ուսումնառության ծրագիրն է, որը որ բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել քաղաքականությամբ հետաքրքրված երիտասարդների շրջանում եւ մեկ փաստ եւս նշեմ դպրոցի վերաբերյալ այն սկզբնապես ձեռնարկելիս մենք այն վստահությունը չենք ունեցել, որ ծրագիրը իր ամբողջ տևականության մեջ հետաքրքրելու է երիտասարդներին, նզանը սկզբից մինչև վերջ մնալու է, կարողանալու ենք ներգրավել լավագույն ոլորտային մասնագետների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ այն լավագույնը ստացվել է։ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության նախաձեռնած ծրագիրն է, որը որ կատարվում է անդամների կողմից ու շատ մեծ օժանդակություն ունեն նահում անդամները այս ծրագիրը իրականացնելու համար։ Վահան Հովհաննիսյան ազգային քաղաքական դպրոցը իր տեսակի մեջ միակն է, որ հանդիսանում է ազգային քաղաքական դպրոց։ Ուսումնասիրելով ու տեսնելով Նիկոլ Աղբալյան ուսանողական միության մեծ պատմությունը, պատասխանատվություն եմ առաջին զգում, որ այսօր այդ միության անդամ եմ։ Սա պատմություն է ոչ թե մի կառույցի, այլ մի սերնդի մասին, որը չվախեցավ երազել եւ պայքարել։ Պատմություն, որը գրվել է լսարաններում ու խրամատներում, հանրահավաքի հրապարակներում ու գրադարաններում։ Պատմություն, որը շարունակվում է այսօր, ամեն մի նոր Նաումականի հետ, ով հավատում է, որ մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն մեկ նպատակի՝ կերտելու ուժեղ Հայաստան։ Դաշնակցական ավյունով մարդիկ շարունակեցին ուսանողական միության գործը։ Գործ, որի արդյունքները տեսնում ենք այսօր եւ անշուշտ տեսնելու ենք դեռ վաղը, դեռ բավականին երկար, քանի դեռ կա հայկական դատը։ Եկող տարիների գործունեության ընթացքում մենք մշտապես ուսանողականի հաջորդ ծերունների կողքին լինելու ենք, օգնելու ենք, որ ուսանողականը ավելի ամրանա։ Կա մի յուրահատուկ օրինաչափություն, որ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության բոլոր սերունդներին միացնում է։ Ապագա սերունդն էլ կարծում եմ եւս իր բաժին հետքը եւ քարը կդնի ուսանողական միության այս մեծ ընտանիքի տան կառուցման գործում։ Գալիք սերունդներին ուժ ու եռանդ, նպատակասլացություն, չվախենան ոչ մի բանից։ Մաղթեմ, որ որևէ պարագայում չհուսահատվեն եւ մաղթեմ, որ այս ոգևորությունը տարածեն իրենցից դուրս։ Հավատարիմ լինեն արժեքներին, որ մեն ավանդույթներին, որ ունեցել է միությունը, դրանք պահի, ավելացնի եւ իր ընկերների գործը արժանապատիվ եւ արդյունավետ առաջ տանի։ Շարունակել իրենց պայքարը, միշտ լինել պայքարի առաջնագծում։ Բարեբախտաբար ես տեսնում եմ ուսանողական միության մեջ շատ փայլուն երիտասարդներ, որոնք որ ի վիճակի են իզորու են այն մարտահրավերները, որ կան մեր երկրի մեր պետության առաջ, այդ մարտահրավերները հաղթահարելու։ Գաղափարական նվիրվածություն, հետևողականություն եւ ընկերասիրություն։ Սրանք այն կարևոր որակներն են, որ առհասարակ մարդու կյանքում կարևոր են, բայց հատկապես կարևոր են դաշնակցական ուսանողի համար։ Իրենց աշխատանքը, իրենց պայքարը, իրենց գործունեությունը որևէ կերպ, որևէ վարքյան չի կարելի տարբերակել մարտական հերթապահություն իրականացնողի։ Պահենք ամրապնդենք այդ տրադիցիան, որ ուսանողական միությունը, կուսակցության, մտավոր եւ գաղափարական առաջամարտիկը պետք է։ Ուրեմն մեկ բան գրնամ ասել, չհուսահատի։ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը պատրաստ է բոլոր զարգացումներին եւ մենք իրականացնելու ենք տարբեր քաղաքական ծրագրեր եւ հասնելու ենք մեր բոլոր նպատակներին։